Մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, հարգելի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ, Ուժեղ Հայաստան խմբակցության անդամներ, Հայաստան դաշինք խմբակցության անդամներ, ես տենց խնդիր չեմ տեսնում ողջունելու եւ բարևելու բոլորին, որտեւ կարծում եմ դա դաստիարակության առնվազն նշան է։ Խոսք սկսեմ պարոն Քոչարյանով։ Պարոն Քոչարյանը ընդվզում է, որ մենք նորմալ կարողանում ենք բանավիճել, քաղաքակիրթ կարողանում ենք խոսել։ Գիտեք ինչի, որտեղ այս 5 տարիների ընթացքում նրանք սնվել են եւ սնել են իրենց մարգինալ հատվածին հենց այդ խոսույթով, այդ թուրք դավաճան, այդ sense ամենաանտանելի խոսույթով, որովհետեւ դրանով են նրանք միայն ակտուալ է քաղաքական դաշտում։ Բայց տեսնում ենք, մարգինալացել են նաեւ նրանց խմբակցությունը։ Մեզ եւ ձեզ, պարոն Կարապետյան, դիմում եմ նաեւ ձեզ, բարբերաբար ստիպելու են հետ գնալ այդ ուղուն։ Ստիպելու են ոչ միայն ստեղ նստած Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, ստիպելու են նաեւ քաղաքացիներ, որտեղ այդ սուր խոսույթը երբեմն նաեւ այդ քաղաքացիների մոտ է նստվածք տվել եւ ասում են դուք ո՞նց կարող եք բանավիճել։ Այս առաջարկը ինչի ենք ասում մեր հայրենակիցների համար, որովհետեւ մեր հայրենակիցները միմյանց միջև կարողանան այս կերպ քաղաքական տարաձայնություն ունենալով հանդերձ նստեն ու բանավիճեն, ոչ թե իրար ուզենան ինչ-որ բանով ծակած լինեն։ Մեր խնդիրը դա է, մենք այդ խնդիրն ենք ուզում լուծենք։ Ինչ վերաբերվում է կոնֆլիկտին, ես անձնապես ընդհանրապես չեմ վիրավորել այդ վերջին արտահայտությունից, որտեղ եթե ես ինտերնետում այդ տեսանյութեր, դեմքը, ընդհանրապես անազգանու կարդալուց ինձ կարամ skip անեմ, ես այս դալիճում նստած չեմ կարողանում, ականջներիս չեմ հավատում, ու որ լսում եմ այդ տեքստը 100 անգամ կրկնելով, որ էլի Հայաստան դաշինքից լսել ենք, էլի, հիմա ուզում եմ հարց տալ, ձեր խմբակցության դիրքորոշումներն են սրանք, որ Տավուշը հանձնվել է, Տավուշը, մեր մարզը տեղում է, Տավուշը հանձնել արտահայտություն այս ամբյոնից ինչի են անում։ Այդ խմբակցության դիրքորոշումն է, խմբակցության դիրքորոշումն է պատերազմի մեղքը բարթել մեր խմբակցությանը, պատերազմ սկսելու մեջ մեղադրել մեր խմբակցությանը։ Այսինքն այն ձևակերպումները, որ ինչ-որ գործողությունները կարը, հայտարարությունները կարը, այդ հեքիաթները, որ լսել ենք այս 5 տարի, այդ լսել ենք, բայց հիմա դարձավ ուրիշ բան։ Պատերազմը սկսել ենք մենք, զորավարը գնաց պատերազմի այդ արտահայտությունը։ Եվ ավելին ասեմ, պարտվել ենք եւ դրա դիմաց ստացել ենք ազգային ժողովում տեղեր։ Մեր բարեկեցության մասին ենք, դա է ինձ վիրավորել ավելի շատ։ Դա է ինձ հունից հանում ավելի շատ։ Եվ ինձ շատ դժվար է հիմա դրա մասին կրկնել։ Եվ ես խնդրում եմ այդ կոնսպիրոլոգիաները, ինչ-որ ծրարներ փոխանցել իրար Ադրբեջանին, այդ ամեն ինչ ձեր խմբակցության դիրքորոշման մեջ է մտնում, հա, որ մենք տենց այն ինչ-որ լսել ենք, էլի, ինչ շատ կարևոր է այս ամեն ինչը։ Սիրելի հայրենակիցներ, այս օրերի ընթացքում շատ է քննարկվել, որ դե արագացրեք, այս process-ը ձևավորեք, անցեք աշխատանքի արդեն, դուք էլ պարոն Աբրամյան հիշում եմ, ասացիք, պետք է ավելի շատ խոսենք խնդիրներից։ Ես կարծում եմ, որ այս փուլը շատ կարևոր է մի հատ դիրքորոշումների հստակեցման, որպեսզի մենք հասկանանք, որ կետից ենք սկսելու խոսել։ Էլի նորից են 5 տարի առաջ հիշում եմ պարոն Գաբրելյանը, պարոն Կոնջուրյանը, պարոն Ռուբինյանը, ասենց Լեոյի գրքեր, Լևոն շատ, ինչ ասես բերես տեղ կարդացել ենք, որպեսզի այս մարդկանց բացատրենք մեր դիրքորոշումները։ Էլի պետքա սկսենք այդ գրքերը բերել։ Ու ես առաջարկում եմ, հարգելի գործընկերներ, ձեր խմբակցության անդամներին առնվազն տալ ազգային ժողովի 5 տարվա նիստերը նստեն նայեն։ Ես կարծում եմ, որ դուք այդ նիստերին ծանոթացել եք մեդիայից, անվազն կամ ռուսական մեդիայից, կամ ընդդիմադիր մեդիայից, որովհետև հնչում են այստեղ տեքստեր, որ էլի տենց փշաքաղության աստիճանի ինձ հունից հանում են։ Օրինակ Տիկին Ավետիսյան, ձեր առաջին ելույթն էր, թե երկրորդ, մենք շուշադրություն չդարձրենք, իմ ականջը ծակեց այդ տեքստը, որ խաղաղության համաձայնագրից հետո եկել են այս Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով միայն 4 գերի, իսկ այն մնացածը, որ պատերազմից հետո հետ են եկել են երկրների անուններ ա թվարկում այս մարդը, այդ երկրների շնորհիվ։ Տիկին Ավետիսյան, ես խնդրում եմ ուշադրություն դարձրեք մեր քաղաքական դիրքորոշման, մեր արտաքին գործերի նախարարության, խորհրդարանական դիվանագիտության իմիջիալս կարակ մտնեք մեր բոլորի ելույթները հանրային տեղադրված է։ Մենք ինչքան ենք դոշ ծեծել, ինչքան ենք կռիվ տվել, շատ հարցերի շուրջ։ Բայց մի խորհուրդ բարեկամաբար, եթե կուզեք հետագայում, եթե ինչ-որ տեղ խորհրդարանական դիվանագիտության մեջ ընդգրկվեք, այդ հարցը քաղաքական շահարկման առարկա չի։ Մեր հայրենակիցների կյանքը քաղաքական շահարկման առարկա չի։ Իրար մեղադրելու գործոն չպետք է դառնա։
հետագայում, որ դուք եք շատ սիրում ասել, այս ամբիոնից պետք չի ամեն ինչ խոսալ, մենակ մենք չենք լսում եւ այլն, մենք հակառակը շատ բաց ու թափանցիկ եք խոսում ու ասում ենք դա խանգարում է։ Եվ ես շատ մեծ սիրով կուզեմ ձեզ ներկայացնել այդ նույն դիվանագիտական աշխատանքի ընթացքում ինչին է խանգարել այդ քաղաքական շարժման առարկա դարձնելը։ Նաև խորհրդարանական դիվանագիտական աշխատանքի հետ կապված ուզում եմ պարոն Խանդանյանի մասին խոսել։ Հարգելի գործընկերներ, դուք եկել եք ազգային ժողով այն փուլում, երբ մենք որ գնանք միմյանց հետ որևէ միջազգային կազմակերպությունում ելույթներ ունենալու, մենք այլևս կռիվ չենք տալիս։ Մենք այնտեղ մեր դերը, դիրքը չենք չանկռում հիմա, բայց նախորդ տարիներին մենք ուղղակի ոնց բացատրեմ, մաքարելը ավելի հեշտ է ասել։ Մենք գիտեք ինչ տաժանակիր աշխատանք էինք տանում, որ կարողանայինք Հայաստանի Հանրապետության, Ղարաբաղի, գերիների, պատերազմի, օկուպացված տարածքների հետ ամենի հետ կապված մեր դիրքորոշումները ամրագրեինք թե բանաձևերով, թե ընդհանրապես մեր պետության շահը կարողանայինք պաշտպանել, բայց մի կարևոր նկատառում անեմ, այժմ մենք լիիրավ անդամ ենք եւ դուք որ գաք, ձեր ելույթները կարող են լինել օրինակ գլոբալ տաքացումից, շրջակա միջավայրից, որովհետեւ այն խնդիրները, որ Հայաստանը իր առջև դրել է, այն աղմուկը, որ միջազգային հանրության տեսանկյունից Հայաստանն ու Ադրբեջանը ունեցել են, ավարտվել է, որտեղ միջազգային հանրության տեսանկյունից մենք աղմկում էինք միմյանց, մեզ չէին լսում արդեն։ Դուք որ գաք այդ հարթակներ ինքներդ կտեսնեք դրա արդյունքը։ Ստեղ Տիկին Հովսեփյանը խոսեց մեր եւ իրենց տարբերություններից, հարգելի գործընկերներ, ցիտում եմ, դիվերսիֆիկացիա։ Մենք չենք ուզում մի կախվածությունը փոխարինել մյուսից կախվածությամբ։ Տարածքային ամբողջականությունը մենք մեր պաշտպանում ենք։ Տիկին Հովսեփյան, կարդացեք մեր, այո, մի կարևոր կետ կա, որ մենք ձեր հետ տարբերություն ունենք, եթե կնշեմ, կարդացեք մեր նախընտրական ծրագիրը, էլի եկեք նստեք ազգային ժողովի նիստերը նայեք, բայց մեր համար երբեք ու երբեք Ղարաբաղը շատ տարօրինակ էր լսել անձամբ ձեզնից այդ տեքստը, Ղարաբաղը եղել է մեր համար, ձեզ եմ ցիտում էլի, ռազմավարական եւ դիվանագիտական խորություն։ Մեր համար երբեք չի եղել ռազմավարական եւ դիվանագիտական խորություն, Տիկին Հովսեփյան։ Ցավում եմ, որ դուք աշխատելով նախկին ու մարտակին գործերի նախարարությունում նման դիրքորոշում ունեք եւ վերջում անդրադառնամ էլի պարոն Քոչարյանի եւ նաեւ ձեր կողմից շատերի հնչած մի մտքի է, պարոն Ռուբինյանը անդրադարձավ, բայց այդ թեզը շատ հետաքրքիր է, էլի։ Այ ինչի եք այնպես արել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցները հիմա կիրառում ձեր նկատմամբ, այսինքն դուք ընդունում եք, որ մեր բարեկամը, մեր ռազմավարական դաշնակիցը, նրա համար, որ մենք ուզում ենք տնտեսություն դիվերսիֆիկացնենք, նրա համար, որ մենք ուզում ենք մեկից կախվածություն չունենալ շատերից կախվածություն եւ քիչ, պատժում է մեզ, ձեր դիրքորոշումը այդպիսին է, այդ մեկ հարց, եւ խնդրում եմ այդ հարցին պատասխանել, եւ երկրորդ հարցը մշտապես այդ մտածողության նմանություն ա եղել, էլի, այն որ կնոջը բռնության են ենթարկում, շատերը ասում են, թե տենց կարճ էր հագել դրա համար։ Ես կարծում եմ, ձեզնից չեմ ակնկալում, որովհետև դուք անգամ երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ եղավ ռազմական գործողություններ, մի ծպտուն չհանեցիք, չուղեցիք խոսք հապկին, ոչ մեկին, ոչ մի բան չասեցիք։ Այդ ժամանակ մենք ոչինչ չէինք արել։ Ձեր նշած ոչ օրենքներ ընդունվել, ոչինչ տեղի չէր ունեցել։ Պրահաներ չէր եղել, ոչինչ տեղի չէր ունեցել։ Կամ լավ էս մասին հաջորդ անգամ կխոսեմ այդ զենքի վաճառքի եւ մնացածի վերաբերյալ, էլի։ Բայց այդ ժամանակ դուք ձեր պետությունը չպաշտպանեցիք։ Ուզում եմ լսել ձեր դիրքորոշումը։ Դուք ձեր պետությունը պաշտպանում եք։ Դուք կարծում եք, որ մեր նկատմամբ արդար են մոտեցումները, որ տեղի են ունեցել 20, 21, 22, 23 թվականներին։ Շատ կարևոր է այդ դիրքորոշումները լսել։ Եվ վերջում Տիկին Հովսեփյան, ներողություն խնդրելը ուժեղների դիրքն է, ուժեղի գործիք է։ Եվ դուք, երբ որ խոսում եք ներողություն խնդրելուց քաղաքական առումով, ասում եք դա չի կարող շատ բան փոխել։ Իրականում ասեմ, լավ կլիներ այդ ձիրքը ունենայիք նաև դուք։ Ձեր խմբակցության անդամները կոնկրետ մարդու արած գործողությունների հիման վրա։ Շնորհակալ եմ։ Հասմիկ Հակոբյան